Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք սոցիալիստական շարժման ղեկավար Արթուր Գիշյանին, բարև ձեզ Արթուր։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Կսկսենք ելույթը այս կետից, որ երեկ սոցիալիստական շարժման 6-րդ համագումարը տեղի ունեցավ։ Համագումարի պատվիրակների ընտրության արդյունքում ես ընտրվեցի որպես սոցիալիստական շարժման ղեկավար։ Համագումարին ընտրվել էր 92 թվով պատվիրակ, որոնցից մասնակցություն ունեցան 66-ը ամբողջ Հայաստանի տարածքից։ Ընդհանուր յուրաքանչյուր պատվիրակ ներկայացուցիչ էր 30 կուսակցական անդամի, այսինքն ընդհանուր 2760 մոտ 3000 կուսակցական անդամի համար ներկայացվել էր որպես 92 պատվիրակ։ Պատվիրակների հետ կատարված աշխատանքի համագումարի արդյունքում մենք ունեցանք մի շարք ընտրություններ, ընտրվեցին սոցիալիստական շարժման քաղաքական խորհուրդ, ընտրվեց սոցիալիստական շարժման խորհուրդ, քննարկվեցին բազմազան հարցեր եւ հայտարարվեց, որ մենք մասնակցելու ենք 2026 թվականի ընտրություններին Ազգային ժողովի։ Այս պայն դեռ մեր մոտ քննարկումներ են գնում, մենք կմասնակցենք որպես սոցիալիստական շարժում, թե ձախ թևերի դաշինքով։ Առաջարկ է լինելու ձախ թևերին դաշինք կազմեն եւ ընդհանուր ձախ թևերով մասնակցենք ընտրություններին։ Իսկ ինչպես եք տեսնում այս ճգնաժամից դուրս գալու տարբերակը երկիրը ճգնաժամի մեջ է, Արցախ եք փորձել քննարկում եք Թրամփի ուղին, Ադրբեջանը Թուրքիան միջանցք են ուզում Հայաստանի տարածքով, այդ թեմաների մասին ձեր սոցիալիստական շարժման դիրքորոշումը ո՞նց է։ Երկրի ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակը մենք սոցիալիստներս գտնում ենք, որ պետք է Հայաստանը լինի սոցիալիստական ուղղվածությամբ։ Դա միանշանակ մեր կարծիքով սոցիալիստական ուղղվածությունը Հայաստանին կհանի ճգնաժամից։ Ինչ վերաբերում է Թրամփի ուղու հետ կապված, ես ավելի շատ ունեմ իմ կարծիքը այսպիսին, ուրեմն ամեն ինչ պետք է լինի, եթե փոխզիջումը պետք է լինի երկկողմանի։ Եթե ինչ-որ թելադրանք կա Հայաստանին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այսիշ բանը անի, որպեսզի լինի խաղաղություն, մեր կողմից նույնպես պետք է լինի ինչ-որ թելադրանքներ, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է անի այս դրույթները, որպեսզի լինի խաղաղություն։ Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ մեր ճգնաժամից դուրս գալու տարբերակները 35 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը օրը օրի վրա գնում է դեպի ճգնաժամի։ Դրա միակ պատճառը այն է, որ Հայաստանը շեղվեց սոցիալիստական ճանապարհից։ Ըստ ինձ, սոցիալիզմը 70 տարի Հայաստանին բերեց կայուն տնտեսություն, անվճար բուժսպասարկում, անվճար կրթություն, ու մի շարք տարբեր բնագավառներում Հայաստանը ունեցավ իր առաջընթացը։ Շեղումից հետո Հայաստանը ունեցավ բուժսպասարկում վճարովի, Հայաստանը ունեցավ կրթություն վճարովի, Հայաստանը շեղվեց յուրաքանչյուր ուղղությունից, Հայաստանում չկա պետական արտադրություններ, Հայաստանում պետք է լինի ըստ մեզ պետական արտադրություններ, պետությունը պետք է զբաղվի տնտեսությունով շատ լուրջ ու կարևորագույն։ Մեր մոտ, եթե նայենք այսօրվա իրականությանը, գյուղերում ընդհանրապես կաթվածահար վիճակ է, գյուղատնտեսությունը օրը օրի վրա մահանում է։ Հայաստանի սոցիալիստական շարժումը առաջարկով է հանդես գալիս, որ պետք է ամենաառաջինը մենք սկսենք գյուղերից։ Գյուղերում պետք է կայուն տնտեսություն վարվի, գյուղերում պետք է գյուղատնտեսությունը զարգացվի։ Այո, օրինակ մի առաջարկ եղավ, Երևանի քաղաքապետարանը քննարկման էր դրել մի հարց, որ քաղաքում տրանսպորտային վիճակը գտնվում է կաթվածահար վիճակում ու պետք է տրանսպորտի ինչ-որ արգելքներ լինի, այսինքն ինչ-որ ժամեր դրվի, որ այս ժամին տրանսպորտները քիչ վարեն, փորձեն մարդիկ երթևեկել ավտոբուսներով եւ այլն։ Մենք կտանք ավելի հետաքրքիր առաջարկ, եկեք փորձենք մարզերում, գյուղերում, ռայոններում աշխատատեղեր ապահովենք եւ այս մարդիկ, ովքեր որ ռայոններից եկել են ստիպված Երևան, որ ինչ-որ մի ձևով գումար աշխատեն, կգնան իրաց տուն, իրաց տանը ավելի հանգիստ պայմաններում կաշխատեն իրաց գումարները։ Պետք է մարզերի վրա շեշտ դնել, պետք չի անտեսել մեր գյուղերը եւ մեր մարզերը։ Ամեն ինչ սկսվում է գյուղացուց եւ բանվորից, պետք չի դա մոռանալ, հարգելիներս։ Քաղաքական վիճակի կաթվածահարության մասին կասեմ, որ մեր կարծիքը միանշանակ այսպիսին է։ Մենք տեսնում ենք, որ ամբողջ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է աշխատեն մի բանի համար։
ի օգուտ Հայաստանի Հանրապետության շահերի։ Մենք ավելի շատ միասնության կողմնակիցներ ենք։ Մենք ուզում ենք, որ ամբողջ քաղաքական ուժերը ունենան մեկ շահ եւ այդ շահի անունը դնեն Հայաստանի Հանրապետություն։ Կասեմ այսպեսին, մենք Ռուսաստանին տեսնում ենք որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, քանի որ Ռուսաստանի կողմից շատ աջակցություններ եղել են Հայաստանի Հանրապետությանը եւ դա պետք չի երբեք մոռանալ։ Այսօր 102 ռազմաբազան տեղակայված է Հայաստան-Թուրքիա սահմանին եւ պետք է ընդգծենք մի փաստ, որ Ռուսաստանին 18 տարեկան զինվորը, ով որ անդամագրվում է ռուսական բանակում, գալիս եւ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահում Հայաստան-Թուրքիա։ Ռուսաստանում մենք տեսնում ենք որպես ռազմական գործընկեր, մենք տեսնում ենք Ռուսաստանին որպես լավ բարեկամ Հայաստանին, բայց միևնույն ժամանակ մենք չենք ասում, որ մյուս պետությունները, այսինքն Եվրոպան կամ Ամերիկան մեր գործընկերները չեն, գիտեք ոնց է, ուրեմն եթե Հայաստանը փոքր պետություն է, բոլոր փոքր պետությունները աշխարհում պետք է ունենան գերտերություն իրենց հետ որպես գործընկեր, եւ մենք փառք Աստծո այսօր ունենք մի կարգավիճակ, որ թե Ամերիկայի հետ է մեր հարաբերությունները գնում դեպի դրական, թե Ռուսաստանի հետ մենք ունենք դրական բարեկամական հարաբերություններ, թե Եվրոպական միության հետ մենք ունենք հարաբերություններ, պարզապես պետք է այդ հարաբերությունները տանել ճիշտ ֆոնով, պետք է այդ հարաբերությունները տանել այն ֆոնով, որ մենք դաշնակից լինենք, մենք ընկերական հարաբերություններ պահենք, բայց պետք չի թույլ տալ, որ այդ գերտերությունները թելադրեն մեր երկրի ներքին քաղաքական վիճակը։ Բոլորի հետ լավ հարաբերություններ միանշանակ ընդունելի է։ Մենք ընդունում ենք, որ պետք է բոլորի հետ Հայաստան ունենա լավ հարաբերություններ։ Մենք դեմ չենք խաղաղությանը։ Մենք միանշանակ կողմ ենք խաղաղության, մենք դեմ ենք աշխարհում բոլոր պատերազմներին։ Բայց խաղաղությունը, նորից եմ ասում, պետք է լինի երկու կողմանի։ Չպետք է լինի խաղաղությունը, այսինքն մենք գոռանք խաղաղություն, մյուս կողմից գոռան, որ հայերը ապրում են իրենց տարածքում։ Հայերը ապրում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Հայերը եթե խոսան տարածքից, մենք կարող ենք խոսալ տարածքներից ու խոսանք ծովից ծով Հայաստանից, բայց քանի որ ծովից ծով Հայաստանից անցել է արդեն 2000 տարի, մենք ունենք այն, ինչ ունենք, ու մենք խոսում ենք նրա մասին, ինչ ունենք, չէ՞։ Բայց Ադրբեջանի Հանրապետությունը իր ղեկավարը թույլ է տալիս իրան ասել, որ հայերը ապրում են իր պապական տարածքներում, կներեք, բայց ես ուզում եմ մի հատ քննարկենք իրենց պապերը առհասարակ որ տարածքում էին ապրում, էլի, вообще իրենց պապերը ժողովուրդ որ թվականից գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետությունը։ Այսինքն մեզ համար աթոռը խնդրեմ, մենք աթոռի խնդիր չունենք, մենք աթոռ չենք ուզում, մենք ուզում ենք երկրի տնտեսական կայուն վիճակ, մենք ուզում ենք երկիրը տանել այլ ուղղությամբ դեպի սոցիալիզմի։ Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ հաճախ մեզ որոշ մարդիկ, որոշ ուժեր մեզ մեղադրում են, որ մենք սովետական միություն ենք ուզում, մենք սովետական միությունը արդեն փլուզվել է եւ մենք երազանքների գիրկն ենք ընկել, չէ, սոցիալիզմը ինքը նորովի է գալիս աշխարհ, սոցիալիզմը դա գաղափարախոսություն է, որը որ միության հետ որևիցե կապ այսօրվա օրով որևիցե կապ չունի, մենք ցանկանում ենք անկախ Հայաստան սոցիալիստական ուղղվածությամբ։ Իսկ միությունը, որը որ եղել է 70 տարի, դա ուղղակի մեր համար օրինակ է, որտեղ որ այդ միության մեջ եղել է սոցիալիստական գաղափարախոսություն, ինչպես նաև այսօր Չինաստանում սոցիալիստական ուղղվածություն է, որ այդ սոցիալիստական ուղղվածության հաշվին Չինաստանը այսօր թելադրում է ամբողջ աշխարհի տնտեսությունը։